հատուկ են անում, որպեսզի պատժեն, որպեսզի ինչ-որ մանր վրեժխնդրություն լուծեն Ավետիքից իր ակտիվ խոսքի համար, իր մասնակցության համար այս ամբողջ ընթացքում ընտրությունների հետ կապված կեղծիքների բացահայտման եւ ընտրությունների հետ կապված ընտրողների իրավունքների պաշտպանության հարցում։ Ինձ թվում է այս պահի դրությամբ կալանավայրերում ավելի շատ անմեղ մարդ կա, քան թե մեղավոր, մեր բանտարկյալները, ոչ միայն Ավետիքը, հայտնվում են այդ կալանավայրերում, հետո եթե տեսնում եք արդեն ինչա կատարվում, մի տարի հետո հանկարծ արդեն ազատություն են թողնում, հետո նույնիսկ արդարացում, որովհետև չկա քայական գործ, չկա որևէ իրավական պատճառ, որով Ավետիքը պետք է լինի այսօր դատապարտված, կամ ասենք թե ինչ-որ քրեական գործի դեմ հարցված լինի, ու այս ամենը ընդամենը այն նպատակի համար է, որպեսզի ակտիվ քաղաքական գործիչներին, ակտիվ ազնիվ եւ քաջ քաղաքական գործիչներին ինչքան հնարավոր է իզոլացված պահեն այսպիսի կարևոր պահերին, երբ որ համադրական ամեն դեպքում քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, պաշտոնական հաղորդագրություն, խոսել էր Չալաբյանի, Արտասահմանյան ինչ որ այցերի մասին։ Դուք ինչպես եք գնահատում այդ տեքստը որպես նաև քաղաքացի։ Քանի որ քննություն է հիմա գնում, ես համոզված եմ, երբ որ գործը հասնի արդեն բուն դատաքննության փուլին, երբ որ արդեն ազատ լինեն բոլորը խոսելու, պարզ կդառնա, որ այդտեղ ընդհանրապես ոչ մի փաստացի տվյալ չկա։ Այսինքն այն կքանդվի բացառապես շատ պարզ փաստերի հիման վրա եւ այդ այցելությունների եւ այդ ընդհանրապես ասենք այդ դրված ասենք փաստերի հետևում կպարզի, որ ընդհանրապես ոչինչ կա։ Իրեն ուղղակի կարող է բաց թողնել, երբ որ այս ամբողջ process-ը վերջանա։ Եվ նաև Ավետիքը անչափահաս երեխաների ևս ոչ թե։ Մենք ունենք 4 երեխա, որից փոքրը անչափահաս է, մեծերը արդեն։ Դա էլ հաշվի չեն առել այդ գործողությունները։ Մեր փոքր երեխան հաշմանդամություն ունի, մենք բոլոր թղթերը ներկայացրել ենք, Ավետիքը ինքը ունի առողջական խնդիրներ եւ արյան հետ եւ սրտաբանական խնդիրների հետ կապված, բոլորը ներկայացրել ենք, ոչ միայն հաշվի չեն առել, այլ ասենք ընտրել են ամենախիստ տարբերակները պլանավորելու, նույնիսկ թույլ չեն տալիս, որպեսզի մենք ընտանիքի անդամները իրեն այցելենք։ Այստեղ նաև այդ գերակրողի հետ կապված է ընտանիքի, այսինքն պահողը, փաստացի ինքն է, աշխատողը եւ նաև Ես կարծում եմ այս իշխանությունը դա անում է հատուկ ցուցադրական դաժանություն ցույց տալու համար իր ուժը, որ կարող է ցանկացած ընդդիմադիր գործի, ցանկացած պահին փակի, չգիտեմ, ինչքանի ամսով ուզում է, ցանկացած առանց պատճառի լինի թե չէ, был бы человек, остатья найдется, լրիվ ոչ էին արդեն հասել, չեն էլ ամաչում դրա համար։ Ես համոզված եմ, եթե ինչ-որ մեկը նստի հաշվի, թե քանի քաղաքանտարկյալ կա այսօր Հայաստանում եւ համեմատի գլոբալ թվերի հետ, մենք երևի առաջի 20-յակում ենք արդեն։ Պարոն Չալաբյանը վերջին շրջանում Մոսկվա այցելել է եւ կարել է Իրականում այս ամբողջ քարոզարշավի ընթացքում ինքն Հայաստանի Հանրապետությունը չի բացատրել։